այս աշխարհում ես ապրում եմ թրջկոտում ճամփորդներին թափառական դեպի իմ տուն եմ կանչում բայց բոլորը ծիծաղում են միշտ թե թիզուկ եմ ու ես կրկին մենակ եմ մնում միշտ մնում այսպես ու ես կրկին մենակ եմ մնում միշտ մնում եմ այ այսպես 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 Հով, ինչ արագ է թռչում ժամանակը։ Այսօրվա պես հիշում եմ 25 տարի առաջ 25 տարով երիտասարդ էի, նույն ձև փոքր էի այսօրվա նման։ Չեմ էլ հիշում, ինչու էր այդ գայլը որոշել ինձ առևանգել, բայց այդ պատճառով մի հսկայական անտառային արկածների պատմություն եղավ ու սկսվեցին անտառային արկածները։ Ով ասես, չի եղել մեր հեքիաթային անտառում։ Էլ Կիկոս, արքայադուստր, թագավոր, էլ չասեմ նապաստակների, չար կախարդների, արջերի, գայլերի, որսորդների և կարմիր գլխարկի մասին, չհաշված ոսկեձկնիկին, չունդուրլոկին և այլ մոլորակայիններին, բոլորին չեմ էլ հիշի։ Բոլոր մեր հերոսները մնացին մեր հուշերում, որպես բարի հիշողություններ հեքիաթի մասին։ Եվ այսօր, իմ սիրելի երեխաներ, ես ուզում եմ ձեզ պատմել հին ու բարի հեքիաթ, որտեղ բոլոր հերոսները դրական ու բարի են։ Եվ այսպես լսեք։ Լինում է չի լինում մի թզուկ, նա եղել է։ Կներեք երեխաներ, ով է, ներս արի։ Բարև, բարի թզուկ։ Բարև արջ։ Ինչ ես անում։ Ուզում եմ երեխաներին հեքիաթ պատմեմ, իհարկե, իմ մասին։ Հա, հեքիաթը լավ բան է, մանավանդ քո մասին, բայց քանի չես սկսել, մի խնդրանք ունեմ, դու բարի ես, չէ՞, ինձ մեղր կտաս։ Հա, իհարկե, վերցրու։ Շնորհակալություն, եթե հանկարծ ինչ-որ բան լինի, անպայման դիմիր, արջերը քեզ չեն մոռանա։ Անպայման։